Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Գյումրիի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը հրաշք մասնագետ, հոգեբան Մարիամ Մեհրաբյանն է։ Ողջույն Մարիամ ջան։ Ողջույն սիրելի Վահե։ Ինչպե՞ս ես։ Շատ շնորհակալությամբ, որովհետև միշտ քեզ հետևելիս, քեզ հետ շփվելիս այնքան դրական եւ գրագետ էներգիա եմ ստանում, հիմա կասեն էներգիայի գրագետը որն է, բայց այսպիսի բան։ Շնորհակալ եմ շատ, փոխադարձ է դա, որովհետև կան կոմպետենտ մասնագետներ, ում էջին միշտ հետևելիս դու զգում ես այդ էներգիան, ինչպես դու նշեցիր, հետեւաբար նույնը ես զգում եմ քո էջից, եւ այսօր մենք քայլելու ենք քո արմատների հետքերով։ Էլ ավելի զգալու այդ էներգիան, որովհետև այս հաղորդաշարը ստեղծվել է, որպեսզի մենք տեղափոխվենք մանկություն եւ մանկության հիշողության համը բերենք այժմիական օրեր, հա։ Շնորհակալ եմ։ Որտեղից են քո արմատները։ Իմ արմատները շատ համաչափ են, բաշխված, սիմետրիկ, անգամ սեռերի տեսանկյունից։ Այո, անգամ սեռերի տեսանկյունից, երկու պապիկներս էջմիածինից են, հենց էջմիածինից, եւ երկու տատիկներս Գյումրիից են, հենց Գյումրիից։ Ահա, հետաքրքիր համադրություն է կարծում եմ։ Այո, եւ երկու ծնողներս մեծացել են Երևան քաղաքի կենտրոնում, մի կանգառի տարբերությամբ։ Ինչ-որ հետաքրքիր սիմետրիա կա ձեր ընտանիքում։ Այո, եւ այդ սիմետրիայի մեջտեղում ծնվել եմ ես, միակս։ Ինչու՞, որտեվ ծնողներս միակ երեխան են։ Այդ մեկը սիմետրիա չէր։ Այդ սիմետրիայի կենտրոնում էր։ Առանցք էր դա։ Շատ հետաքրքիր է իդեպ։ Մենք այսօր անդրադառնալու ենք Գյումրվա խոհանոցին։ Այո։ Գյումրվա տատիկը, այսինքն հորական, ճիշտ է։ Թե մորական, բայց ես ընտրել եմ մայրական տատիկի խոհանոցը։ Մայրական տատիկի խոհանոցն է եւ թավա քյաբաբ ենք պատրաստում։ Այո, այո։ Շատ հետաքրքիր տարբերակ է եւ մենք նախ ներկայացնենք բաղադրիչները, հետո կտեղափոխվենք վերադասավորենք ու կպատրաստենք արդեն։ Ունենք տավարի միս, որը անպայման ուրեմն սալով է, որպեսզի ջրալի հյութեղ ստացի։ Այո, եւ այդ փափկությունը ունենա, ուզում եմ հեռուստադիտողին փոխանցեմ տատիկիս շարժումները, որտեղ էլի էներգիան շատ ճիշտ էր աշխատում։ Ու կրկնակի աղացված պետք է լինի, սա հիշեցնենք, որովհետեւ տավարի միսը քանի որ չոր է, պետք է իրեն համարյա ծեծած մսի աշճան հասցնի։ Այո։ Ունենք աղացած սոխ, եւ սխտոր, իդեպ, երկու պճեղ գնում էր սոխը։ Ունենք մոտավորապես 3 գլուխ սոխ է աղացած եւ 2-3 պճեղ սխտորի ատամիկ է այստեղ փոքրիկ։ Ունենք այստեղ նաեւ հավկիթ, որը կծման ամրացման համար է, ամբողջ էս խճողակը կարակ, որը օգտագործելու են կարտոֆիլի համար, այնտեղ կարտոֆիլը շոքեվաննա է ընդունում։ Մի թեթև պետք է, այսպես ասած, խաշվի։ Էլի տատիկի ձևով ենք անելու, գլխին տալու ենք երբեմն։ Այստեղ ունենք նաև չոր ռեհան, ունենք կարմիր կծու եւ քաղցր պղպեղներ, սև պղպեղ եւ բուրումնավետ աղ։ Որի մենք սև աղ էինք ասում։ Այո, չգիտես ինչու։ Բուրումնավետ աղը այստեղ ի հավելումն է ժամանակակից տարբերակի, որովհետեւ այն ժամանակ այդ բուրումնավետ աղերի տարբերակները գրեթե չկար կամ չէր օգտագործում, հա։ Հիմնականում ստանում էին ինչ-որ համերի զուգորդման արդյունքում։ Այո, բայց ինքը պետք է լիներ, որովհետև ես մեկը երկու տատիկներից էլ կարող եմ ասել, որ ասում էր ինքը համու հոտնա։ Ասում է, որ աղը տեղը չի լինում, ուրեմն այդ ճաշը ճաշ չի։ Ճաշը ճաշ չի։ Չափաբաժնի մեջ պետք է լինի հավասարակշռված բալանսը բերում է հենց կարծում եմ աղի այս քանակությունը։ Այստեղ ունենք մենք փայտիկներ, որոնք օգտագործելու ենք, իհարկե սա ժամանակակից մոտեցման համար է, որովհետեւ ավելի հեշտ լինի ուտելը, փորձելը եւ էսթետիկ մատուցելը, բայց տատիկները բոլորս կհիշենք, որ այդ քյաբաբները այսպես փոքր կլորիկներ էին պատրաստում, գլանաձև երկարավուն եւ թավայի մեջ պատրաստում են առանց որևիցե փայտի։ Այո, եւ թավայի տակը անպայման ձիթայուղ ենք անելու, չկպնելու համար, բայց ես այս պահից սկսած, այսինքն մեր օրերում օգտագործում եմ թուղթը չկպչելու համար։ Այո, յուղաթուղթը, որը որ էլի խորհուրդ կտամ օգտվեք առանց ձիթայուղի շատ ավելի լավ է ստացվում։ Բարի, ես առաջարկում եմ վերադասավորվենք եւ շարունակենք արդեն պատրաստման գործընթացը ու զրուցենք ձեր գործունեությունից։ Անպայման, բայց ես երևի վերցնեմ ավելի մեծ տարա, որպեսզի արդեն Ես ձեզ տարան կտամ ընդմիջումից հետո։ Շատ լավ, դե գնացինք։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, արդեն պատրաստ ենք անցնելու բուն գործընթացին եւ իհարկե զրուցելու։ Մարիամ ջան, ինչ ենք անելու հիմա։ Միսը պետք է շաղախենք բոլոր այն ինչով առկա է։ Տեղափոխենք այստեղ։
բացի դրանից է սենց կինոշնի անենք։ Ինչպես ընտրեցիք հոգեբանությունը որպես մասնագիտություն։ Երբ ավարտեցի դպրոցը, դա 2000 թվականն էր եւ բազային հումանիտար առարկաներն էր շատ լավ դրված ինձ մոտ, շնորհիվ իմ ուսուցչուհու, հայոց պատմությունը, հայոց լեզուն եւ անգլերենը օտար լեզուն, որովհետեւ մեր դպրոցը թեքումով էր եւ օտար լեզվի ժամերը բավականին շատ էին։ Այսինքն ես ունեի 3 առարկա։ Երբ գնացի, շնորհակալություն, արդեն այո, ու ես ձեռքով եմ անում, սիրելի հեռուստադիտող, որովհետեւ մենք անում ենք, բնական ճանապարհը, որ էներգիան տանք։ Եվ ես առաջի տեղ լրացրել էի քաղաքագիտությունը, անկեղծ չեմ հիշում երկրորդ տեղին չէի լրացրել, եւ երրորդ տեղը հոգեբանությունը, բայց նախապես տան անգամ քննարկման ժամանակ դա չէր եղել։ Դա այդ պահի դրությամբ։ Հիմա եթե ես հիշեմ իմ վաղ սոցիալիզացիան, միշտ եղել է տիկնիկների խաղի, այդպես հասկանալը, ապրումակցելը, չգիտես ինչի, միշտ խաղի ժամանակ հորինում էի խնդիրներ, որոնք որ ես պետք է լսեի։ Եվ փոքրուց դա եղել է։ Փոքրուց դա եղել է, եւ երբ ես գնացի ծանոթանալու իմ միավորներին, Վահե ջան, դու ինձ շատ ես օգնում, այո։ Եվ տեսա, որ քաղաքագիտության մեջ չկար իմ անունը, արդեն եկանք նայելու այս մյուս ցուցակների մեջ, որտեղ արդեն հոգեբանություն էր, բայց առաջին օրվանից, երբ բարձրացա իմ լսարան, ծանոթացա մինչ օրս ինձ հետ ապրող եւ գործունեություն ծավալող ընկերներիս հետ, որտեղ մեկը ամուսինն էր եւ մյուսը ընկերուհիներս, ապա հասկացա, որ վերջ, մենք արդեն պետք է քայլենք այս ճանապարհով։ Երբեք այլ գործունեություն չեմ ծավալել, այսինքն երբեք չեմ եղել ուսուցչուհի, երբեք չեմ եղել այլ բան։ Առաջի գործունեության ձևը եղել է դասախոսությունը հոգեբանության ամբիոնում։ Այո։ Եվ 2 տարի անց արդեն ստեղծվել է կլինիկան, որը մինչ օրս իմ գործունեության հիմնական վայրն է, բայց մինչ օրս նաև դասավանդում եմ, այսինքն դասախոսում եմ։ Ընտիր, մանկավարժական համալսարանը։ Այո, չէ, այլևս մանկավարժական չեմ դասավանդում, բայց դասավանդում եմ Գիտությունների ազգային ակադեմիայում, Փաստաբանական ակադեմիայում, բայց գործունեությունը սկսել եմ այո, մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնից։ Բարի։ Հիմա անդրադառնանք հոգեբանության մեջ ուղղվածությանը։ Հիմնականում ինչ ուղղվածությամբ եք զբաղվում, այսինքն դեպքերի եւ այլնի հետ։ Ես մի քիչ առաջ որ մենք զրուցում ենք նախքան եթեր մտնելը, մենք զրուցեցինք եւ ես իմացա, որ դուք նաեւ իրավական դաշտում եք ձեր գործունեությունը ծավալել որպես քրեական, հա, ծրագրագետ, ճիշտ եմ ասում։ Չէ։ Չէ, իրականում ես լինելով բազային դիպլոմավորված իրավաբանական հոգեբան, շատ երկար տարիներ զբաղվում եմ նաև փորձաքննություններով։ Մենք նույնիսկ արդեն ունենք փորձաքննությունների բաժին, որտեղ մենք ունենք իրավաբանական հոգեբաններ։ Ճյուղերից մեկը փորձաքննությունների ժամանակ ըստ անհրաժեշտության, խնդրեմ, ավելացրեք, դա ձեռագրի վերլուծությունն է։ Հետմահու փորձաքննությունների ժամանակ, ինքնասպանությունների հետազոտման ժամանակ։ Հետմահու ի նկատի ունեք օրինակ սպանության դեպքեր, կտակի բացում եւ այլն նման դեպքեր։ Այո, հատկապես փաստաթղթերը երբ կեղծված են եւ արդեն հանգուցյալը ունի կտակ կամ ինչ որ փաստաթուղթ է ստորագրել, որը գումարի պարտքի եւ պարտավորվածության մասին է վկայում եւ այդտեղ իհարկե պետք է լինում արդեն մեր գիտելիքները։ Եվ որպես լրացուցիչ փորձաքննության ձև եւ տեսակ մեր կարիքը այդտեղ ծագում է։ Բարի, Մարիամ ջան, ես առաջարկում եմ այստեղ հասկանալ մի հատ, ռեհանը ավելացնում ենք մեջը, թե դա կարտոֆիլի համար է։ Ես իհարկե դա կպահեմ վերջում, որտեվ հնարավոր է ինքը նաև մսի գույնը փոքր սևացնի, փոխի։ Այո։ Հիմա մենք մի րոպե այստեղ շտկում անենք եւ աղա արել ենք, մնացածը արել ենք, չէ՞։ Ես մենակ իրանից ստանամ արդեն մի փոքրել ձեթե պետք։ Ես հիմա կավելացնեմ ձիթայուղը։ Ես առաջարկում եմ միսը բերել, խճողակը բերել ամբողջական, այսպես ասած, այն աշճանի, որը որ պետք է լինի պատրաստման համար եւ վերադառնալ։ Մենք արդեն ստացանք մեր թավա քեբաբի հիմքը։ Վահեն ինձ շատ օգնեց տղամարդկային էներգետիկայով, ծեծեց նրան։ Այո։ Շոյել ենք, չենք ծեծել։ Okay։ Բռնություն չի գործադրվել մսի վրա։ Եվ ուրեմն ինչ ենք անելու։ Տատիկի մեթոդով պատրաստելու ենք ամբողջովին կլորացնելով, չէ՞։ Այո, բայց ես այս տարբերակն է փորձեմ
կամ դասավորենք եւ փայտերը վերջում դնենք։ Թող լինի ավելի այսպես անենք։ Միջև դա կանրադառնանք իհարկե ընտանեկան հոգեբանությանը, որովհետեւ ես գիտեմ, որ դուք զբաղվում եք նաեւ ընտանեկան հոգեբանությամբ, լայն սպեկտրով։ Այո։ Եվ անմիջական ազգային խոհանոցը կապ ունի ընտանեկան հոգեբանության հետ, ես կարծում եմ։ Շատ ճիշտ է։ Որովհետեւ գանք այնտեղից, որ մանկության համերը, մանկության հիշողություններ են, որոնք որ ծնվում են հենց հոգեբանության հենքի վրա։ Այսինքն ես օրինակ մանկությունս հիշում եմ ինչ-որ բույրերով։ Ես միշտ ասում եմ, որ ես մանկությունը հիշել եմ տատիկի գոգնոցի վրա ռեհանի բույրով, որտեղ տատիկը հավաքում էր այդ ռեհանը իր գոգի մեջ, ու ամեն անգամ երբ որ ես գլուխս դնում էի քնելու տատիկի գոգին, այդպես այդ հոտը իմ ասոցիացիաներն են մանկության։ Հիմա լսենք մասնագիտական եզրակացություն դրա հետ կապված։ Ես շատ դժվարությամբ օրիգինալ մի բան կասեմ ձեր ասածից, որովհետև ձեր ասածը այնքան կենսական էր եւ այնքան մարդկանց պատմության մեջ կա ուրցի հոտը, դաղցի հոտը, տատիկ պապիկների հետ կապված այդ հիշողությունները, որտեղից որ նաև բնականաբար ձևավորվեց իմ մասնագիտական ուղին, ես երբեք ավանդույթներից չհեռանալով եմ աշխատել։ Դա էլ պատճառն է, որ ընտանեկան հոգեբանության մեջ իրականում ավելի վերցված է հայ ընտանիքը։ Իմ առաջին ուսումնամեթոդական ձեռնարկը եղել է նվիրված ընտանիքի գնահատմանը եւ ընտանեկան հոգեթերապիային։ Ճիշտ է, հիմքում կային նաև հեղինակներ։ Ես էլ օգնեմ ձեզ։ Վայ, շատ մեծ սիրով։ Հիմքում կան նաև հեղինակներ, որոնք որ համակարգային մոտեցումներն են ապահովում, բայց քանի որ հայ-հոգեբանական միտքը արդեն տարիներ շարունակ փորձում ենք միջազգային հարթակում ներկայացնել իբրև հայկականը, բայց իրականում մի հատ այս որակը նայեք։ Ընտիր։ Եվ դա ասում է տատիկի ձեռքի տակ մեծացած աղջիկ է, վերջացավ, այո, ստացվել է ինչպես որ պետք է։ Ինչպես որ պետք է։ Այդ մասով այջան բոլոր ընտանիքները, որոնք որ կհայտնվեն մեզ մոտ, իրենք վայելում են հայ հոգեբանական միտքը։ Այն է, որ պարտադիր բացատրվում է ընտանիքի կառուցվածքը, ինչպես որ մեր լեռնաշխարհում է ձևավորված, ինչպես տարածաշրջանի բնորոշ է, ռելիեֆն է, ամեն ինչը կարևոր է, որովհետև հարթավայրում ապրող, լեռնային գոտիներում ապրող բոլոր ընտանիքները ունեն իրենց յուրահատկությունները։ Եվ բնականաբար ամենասկզբում մեզ մոտ հայտնում էին ընտանիքներ, որոնց որ փրկել անհնար էր լինում, գիտեք, դա էլ է մշակութային, չգնալ այնքան մասնագետի մոտ, մինչև որ ամեն ինչ կլինի կորսված։ Բայց դանակը ոսկորին պահն է։ Շատ ճիշտ եք, բայց այսօր 18 տարի անց մենք ունենք նախամուսնական փուլի գնահատում նույնիսկ։ Զույգերը կարող են գալ եւ ասել՝ Տիկին Մերաբյան, մենք լսել ենք, որ դուք շատ կարեւորել եք նախամուսնական գնահատումը, խնդրում եմ մեզ առաջարկեք այդ փաթեթը։ Բնականաբար ես ամենաերջանիկս սկսում եմ այդ գործընթացը վարել։ Հիմա հարց դրա հետ կապված, հա, որտեղ ինձ հետաքրքրեց։ Նախամուսնական գնահատումը իր մեջ ներառում է այսինքն զույգերի միասին ապրելու եւ մնացած այլ հոգեբանական խնդիրների դեպի ներս տանելը, չգիտեմ, այդ փուլի մեջ մտցնելու գաղափարը, թե ինչ է դա։ Տեսեք, մեր ընտանեկան փաթեթը համատեղելիության վերաբերյալ, ինչի մեջ որ կարող են գնահատել զույգի համատեղելիությունը, 27 կետ է։ Գիտեք, մեր փաթեթը չի ենթադրում, որ ասում է դուք երկուսդ համատեղել եք, դուք երկուսդ ոչ։ Բարձրաձայնվում են բոլոր այն կետերը, որոնք որ զույգին անհրաժեշտ է եւ որոնք հենց այդ փուլում է կարեւոր, որ նրանք լսեն։ Սկսած իրենց անհատական տիպաբանական առանձնահատկություններից, որտեղ նախամուսնական փուլի իրականում քիմիան շատ-շատերին կույր է, չէ՞ դարձնում եւ միայն մի քանի տարի անց նույնիսկ չեն տեսնում այդ ընթացքում։ Ճոխ հարսանիքի հաջորդ օրը ամեն ինչ իհայտ է գալիս։ Կներեք, Վայ ջան, բայց պետք է մի փոքր ձեր տղամարդկային այս գործերը մի քիչ կլորացնեմ, որ նման լինի, ասում եմ, տատիկի քաբաբին։ Այդ մասով, այդպես նաև կլորացնում ենք համատեղելիության փաթեթը։ Լավն է, անցումը շատ հետաքրքիր է։ Որովհետև ինչն է մեր աշխատանքի մեջ այդ էտապում կարևոր, մի փոքր ինձ է թողեք, ահա, այսպես, ասում են ախպերաբաժին։ Լրիվ։
շատ ներդաշնակ համերաշխ աշխատեցինք։ Համատեղելիության ժամանակ շատ հաճախ երևում է օրինակ շատերին կհուզի, ինչպիսին են նրանք պատկերացնում քնքշությունը միմյանց հանդեպ, համբերատարությունը, այսինքն անհամբեր են թե ոչ։ Շատ կարևոր է հավատարմության սանդղակ, որտեղ նախամուսնական փուլում էլ շատերի մոտ հավատարմության հետ կապված հարցեր լինում են մանավանդ սմարթֆոնների դարաշրջանում։ Ես նկատել եմ, որ ինքը գրվում է այս գանգատների մասին, էլի կարող եմ ասել։ Նաև ինձ համար թերևս այդտեղ ամենակարևորներից մեկն է, որը պարտադիր ուզենամ այստեղից բարձրաձայնել, այն է, որ ինքը մի քիչ տաքությունից պառկեց, այն է, որ ես ծնող մոդելները երկու տարբեր ծնողների երեխաները երբ հանդիպում են, ով ինչպիսի ծնողական մոդել է իր մեջ կրում։ Շատ հաճախ հետաքրքիր ինֆորմացիա կբարձրաձայնեմ հեռուստադիտողի համար, կարող է շատ գեղանի աղջիկը իր մեջ կրի օրինակ ավելի առնական մոդել, այսինքն հայրիկի մոդել, ինքը հայրիկի աղջիկն է եւ այստեղ առնականը շատ է։ Եվ այդ նույն ձևով նաեւ տղամարդկանց մոտ կարող է լինել կանացի մոդելը ավելի շատ, այսինքն ես մայր մոդելը, երբ օրինակ մայրն է շատ զբաղվել տղայի դաստիարակությամբ եւ այլն։ Այս երկու մոդելները ոչ մեկը ոչ լավ է եւ ոչ վատ է, բայց այդ մասին իմանալ պետք է ինքնաճանաչողություն, պաշտպանվածություն։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր անդրադարձի համար։ Ես առաջարկում եմ տեղափոխել ջեռոց մեր թավաքյաբաբները, չէ՞, տեղայնացնենք։ Կարող ենք տեղայնացնել եւ կարող ենք դասական տատիկի մեթոդով թողնել։ Հա, բայց միգուցե մենք մի հատ այս տարբերակը հուշենք մեր սիրելի տնային տնտեսիներին, որ արի մի հատ թողենք որպես օրինակ։ Այո, երեխաների դեպքում սա նաեւ շատ կհեշտացնի օգտվելը։ Քանի որ այսօր սիմետրիայով ամեն ինչ գնում է, եկեք զույգով դրանք այստեղ։ Սիմետրիան նաեւ ընտանիքում է շատ կարեւոր։ Այո, մենք կհանդիպենք ջեռոց տեղափոխելուց եւ կարտոֆիլի պատրաստման ընթացքը ցույց տալուց հետո։ Շնորհակալ ենք։ Հարգելի հեռուստադիտող, մենք տեղափոխեցինք արդեն թավաքյաբաբները դեպի ջեռոց, այնտեղ պատրաստվում են եւ մենք հիմա պատրաստելու ենք կարտոֆիլը, ինչպես որ Մարիամն էր ի սկզբանե ասել։ Ինչ են կարել քաշված կարտոֆիլի գլխին ենք տալիս։ Այո, մի փոքր, եթե դուք ավելի փափուկ եք սիրում, կարող եք ավելի երկար թողնել։ Սկզբնական, ոյ, շատ իդեալական է, ինչպես ես եմ տեսել, այդ տարբերակով է, կամ ինչպես կա մի վարքյան, ես էսպես օգնում։ Ահա։ Չեմ ուզում թաքցնել, բայց ես մի քիչ հարգելի հեռուստադիտող հուզված եմ այս պահին։ Պատճառը այն է, որ համ տատիկիս բաղադրություն եմ ուզում հավուր պատշաճի ներկայացնել, համ էլ Վահեի մոտ հյուր լինելը հենց այդ պարտավորվածությունը դնում է, որ ոչ մի օրենք չխախտենք, իմպրովիզներ չանենք։ Ահա։ Սա։ Սա այն իրականում վառարանի կողքը նստելու, վայելելու կերակուր է եւ իրականում մենք հիմա աղն ենք ցանելու, հա։ Այո։ Այդտեղ դրեք, այո։ Խնդրեմ աղը դու ինձ օգնի, ես շատ ու քիչ չանեմ։ Գիտեք ինչու, որտեվ պտղունցով արվածը ինձ ավելի հոգեհարազատ է, բայց Վահեն իդեալական ինձ օգնեց։ Հիմա կարագի պահը, սիրելիներս, քանի որ մեր կարագը նախապես արդեն փափուկ էր, մենք սենց ամեն ըստ ճաշակի, հա, իրականում ով շատ ու քիչ է սիրում։ Մեր թիմն էլ թող ասի շատ է սիրում, փափուկ է սիրում, հուշեք ինձ։ Ինձ թվում է մեր թիմը արդեն սովոր է կարագին, որովհետև Վահեն քիչ կարագի երբեք չի դնում, կփաստեն բոլորը։ Ես պետք է ասեմ, որ նաև հենց այս կերպով կերակուրը մատով ուտել էր ասում իմ տատը։ Այդ տակով, այսինքն քանի որ կարտոֆիլը ամբողջապես չի փլվել, հնարավորություն կա։ Ու նաև թավաքյաբաբից այսպես կսմթում եք, արդեն սոված է։ Իրա վրա ուրեմն ավելացնում, իմ աչքին լավ է։ Վերջ։ Ահա, մի փոքր էս կողմ կբերենք։ Իսկ ռեհանը դրա վրա ենք ցանել։ Այո, այո, Վարյան։ Եվ վերջնական ես սա պետքա ձեռքով անեմ։ Խնդրեմ էլի, այո, այդպես ավելի։ Սա վերջնական մոգական պահն է։ Այսպես։ Եվ կերակուրը տղամարդու ձեռք սիրում է։ Ու պարտադիր ձեր տղամարդկանց խոհանոց թույլ տվեք թող մտնեն սիրելի կանայք։ Դա նաև ազգային մի պահ կա, համ համով ենք պատրաստում, համ կանայք ասում են քեզանից հետո ոչ մի բան իր տեղում չէ, ավելի լավ է ես իմ ձեռքով կանեմ։
Շնորհակալ եմ։ Մենք այս պահը ունենք արդեն կարտոֆիլով պատրաստված, սպասում ենք մինչև թավա քաբաբը պատրաստ կլինի եւ միասին կճաշակենք։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, այստեղ Մարիամը փորձում է անուշահամ պղպեղով օծել մեր հետաքրքիր ուտեստը։ Եթե ասեմ, որ նրբահամ բույրը այստեղ տարածվել, միգուցե հավատակ կամ չէ։ Չհավատալու դեպքում պատրաստեք, տեսեք ինքներդ։ Էնպես որ Մարիամ, ես առաջարկում եմ փորձել անմահական տատիկի թավա քյաբաբներ։ Ես ձեր թույլտվության մայրիկներին եմ ուզում օգնության հասնել, քանի որ ընտանիքից խոսեցինք, տեսեք, երեխաների համար, եթե շատերդ ասում եք միս չեն ուտում, Այս հենց կուտեն։ Այս տարբերակով հաստատ կուտեն, իսկ եթե բուրգերներից եք ուզում հետ պահել, փորձեք Գյումրվա բուրգեր։ Գյումրվա բուրգեր ասածը։ Հիմա բայց տեսնենք ինչ է ստացվել, կարտոֆիլը շատ լավ է։ Հոտը աննկարագրելի է, ամնել եմ կարծում, որ շատ լավն է լինելու։ Երբ ենք ավարտելու, որ ախորժակով ուտենք։ Փակեք։ Իսկապես շատ լավ է ստացվել։ Շատ լավն է, իրականում համ աննկարագրելի է, այս քյաբաբը ստացվել է հյութեղ, մի այլ կարգի, այնպես որ շնորհակալ եմ Մարիամ ջան քեզ, այսքան հետաքրքիր ու էներգիայով լի օրվա համար եւ այս յուրահատուկ բաղադրատոմսի համար, որը տատիկի բաղադրատոմսն է։ Վայ, ես շնորհակալ եմ մինչև ամպեր եւ հետ, մինչև լուսին եւ հետ, այդպես են ասում, մի պարզ պատճառով, նախ որ հյուրընկալվեցի եւ հնարավորություն ունեցա իմ տատիկին եւս մեկ անգամ լույսի բերելու, որովհետեւ այս լուսավոր տաղավարում նա արժանի էր, որպեսզի հիշատակեինք, շատ շնորհակալ եմ, իսկ հենց այստեղ է մեր երկրի համը, որովհետեւ մենք այսպես հիշելով պետք է հիշենք մեր մեծերին, որովհետեւ մեծի արժեքը շատ մեծ է։ Պահեք ու պահպանեք ձեր ընտանիքը, հանձինս ձեր մեծերի։ Շնորհակալ եմ, ամեն ինչ ասված է։ Գյումրվա յուրահատուկ այս բաղադրատոմսի նրբահամությունն ու նրբաբույրությունը տարածվել է ամբողջ ստուդիայում, այնպես որ յուրահատուկ մի բաղադրատոմս, որը կարող եք պատրաստել եւ փորձել ընտանիքով պահպանելով ազգայինը։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, տեր կենթանին։